Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, մինչ Static News ազգային պառակտման գործակալությունը շարունակում է մարդկանց տրամադրությունների հետ խաղալ եւ ներարկել թարախ սուտ կեղծիք, մենք փորձենք մի կողմից ցուցադրել ճիշտ հակառակը, թե իրականում ամեն ինչ ինչպիսինն է եւ ինչու ոչ նաեւ դրական նորություններից մի փոքր խոսենք։ Իհարկե հաղորդման վերջնահատվածում գուցե եւ դարձյալ անդրադառնանք եկեղեցին ուզուրպացրած որոշ խմբակի, բայց այս պայդրությամբ ես ցանկանում եմ այս մեծ հաղթանակը, որը իսկապես կարելի է հաղթանակ նկարագրել որպես ընթերցել, չնայած երեկվանից ամբողջ լրահոսը սրա մասին էր, որովհետև խնդրեմ Firebird ընկերությունը ՀՀ կառավարությունն ու Nvidia-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Գրել է իր Facebook-յան էջում բարձրագույն տեխնոլոգիաների ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախագծի շրջանակներում կիրականացվի $500 միլիոն ներդրում ու այստեղ արդեն նկարագրված է ավելի մասնագիտական հատվածները։ $500 միլիոն ներդրում, ժողովուրդ ջան, տեխնիկական ոլորտին միանում ենք մենք, այսինքն դառնում ենք աշխարհի տեխնիկական հատվածը ներկայացնողները, ոչ թե դրա մասնակիցները, ասենք դրանից օգտվողներն ենք ոչ թե դառնում, այլ ճիշտ հակառակ։ Սա մեծ ձեռքբերում է եւ սա լրջագույն հաղթանակ է, լրջագույն հաղթանակ կլիներ ցանկացած երկրի համար, որովհետեւ խոսքը միայն $500 միլիոն ներդրումի չէ, որը իսկապես կարծես թե աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ նրա հարմարավետ միջավայրի որոշ անվտանգային համակարգեր են հաշվի առնցվել բնականաբար, ինչու ոչ նաեւ այդ հսկայական 100 մեգավատ մոտավորապես այդ ծախսը ինչպես պիտի ապահովվի եւ ամեն վայրում չի, որ դա հնարավոր է։ Մի խոսքով սա առելի աշխատանքի արդյունք է, որը թերագնահատելը բավականին դժվար է, բայց ինչպես ասում էր այսօր կառավարության նիստում վարչապետը, այսպես բաներ են լինում, բայց ըստ Static News-ի երկիրը քանդվում է, այս ինչ վատ է ամեն ինչ, այս ինչա կատարվում, այս ինչա կատարվում։ Եկեք հերթով գնանք մի հատ։ Եկեք մի հատ շրջենք Հայաստանի Հանրապետությունով ու տեսնենք ինչեր է կատարվում։ Իսկ ինչա իրականում կատարվում։ Սկսված այո, հենց ասֆալտապատումից վերջացած ներդրումային ծրագրերից, սկսված բանակի վերազինումից, նաև մենք այս վերջերս իմացանք, որ հնդկական արտադրության Su-30-ներով են հետաքրքրվում հայկական կողմը, ձեռք կբերեն գերեւի, ու այսպես շարունակ արդիականացվում է բանակը, ոչ մի բանից, ոչ մի տեղից է արդիականացվում, հասկանում եք, դրա բարդությունը հենց այդտեղ է կանում։ Մենք չունենք լավ մասնագետներ, որ ասենք, այս լավ մասնագետ ես դու, հիմա պետքա սա սովորել ու սա առաջ տանել։ Ոչ, մենք վերցրել ենք այն ինչ ունենք, իհարկե բոլորին խոսքը չի վերաբերվում ամեն դեպքում, ընդհանուր առմամբ։ Մի հատ բարձրացնում, հասկացնում ենք բանակն ինչա, հետո բերում ասում ենք սենց բանակ ենք ուզում։ Դա տևական process է։ Մի հատ հասկանում ենք մեր միջավայրն առհասարակ ինչ է, որպեսզի մեր պետությունը ամրացնենք, որովհետև մենք մեր միջավայրով, մեր հարևանությամբ գտնվող երկրներով եւ այլն երբեք չենք հետաքրքրվել։ Ու չենք հետաքրքրվել հենց նրա համար, որ բերել են հանրությանը այն մտածելակերպին, որ ոչինչ, եթե ինչ-որ բան լինի, ռուսը անպայման մեզ կօգնի, այսինքն օտարը, հարցը ռուսը չի, ես չեմ ուզում ինչ-որ բան, օտարը մեզ կօգնի, մեզ կփրկի, ու մենք դրա վրա ոչ միայն հույս ենք դրել, այդ հույսով ինչ-որ համարձակություն ենք ձեռք բերել, որ գիտեք ինչ աշխարհ մեր թիկունքին կանգնած է օտարը, սրա նման խայտառակ պատկերացումներ ու մտածելակերպ երևի ոչ մի պետություն, ոչ մի ազգ չի ձգտում ունենալ։ Եվ իզուր չի, օրինակ նույն Մարիա Զախարովաները երեկվանից դուրս են եկել ու անհանգստություն են հայտնում, աջակցում են Ադրբեջանին, թե բանա, այո, մտահոգությունները մենք կիսում ենք, որ Եվրամիության դիտորդներ եւ այլն եւ այլն։ Կիսեք թե չկիսեք։ Երևի դրա համար եք ակտիվացրել ձեր այստեղի չեկիստներին ու հիմա էլ գերագույն չեկիստը, գերագույն հրամանատար չեկիստերին նշանակել եք քանդողիկոս կոչեցյալին, ձեր մյուս ներկայացուցչին։ Եվ իհարկե այս ամեն ինչը շատ պարզ է դառնում, շատ պարզ։
Սրանք մի քիչ մեծ խաղեր են, ժողովուրդ ջան, որոնք ունեն իրենց շերտերը։ Ոչ մի բան իզուր չի։ Եվ վստահ եղեք, ես պարզապես վստահ եմ ու իմ կարծիքն եմ ասում, կարող եք դուք էլ վստահել, կարող եք ոչ։ Տեսեք, ես ի սկզբանե ասել եմ ու էլի եմ ասում, եթե վարչապետը արել է այդ արտահայտությունը երեխաներ ունենալ չունենալու հետ, վստահ եղեք հարցը միայն դա չի։ Շատ ավելի շատ բաներ կան ուրեմն շատ ավելի շատ բաներ են նախապատրաստված եղել եւ որոշակիորեն կանխարգելիչ process է գնում, որտեղ որ հանրության աջակցությունը պարտադիր է այս դեպքում։ Պարտադիր։ Երկիրը քանդվում է, եկեք փրկենք Հայաստանը, որ Հայաստանը, որը սահման չուներ 30 տարուց ավել ձեր օրոք եւ չէիք էլ ցանկանում որ ունենար ու անգամ սահմանազատման process-ի ժամանակ խոչընդոտում եք ձեր սառեցված որոշներով, որ սահմանը, ով է փրկում դաշնակները, ով անկախությունից առաջ անկախության ընթացքում եւ անկախությունից հետո դեմ են եղել Հայաստան պետությանը։ Ինձ մեկը գրել էր դու ինչ ես անելու պատասխանատվության ես ենթարկվելու, չգիտեմ, մի հատ բաներ գրել, մի հատ կին էր։ Ու դե շատ են տես բաներ գրում, բայց արդեն ստեղս հասավ, էլի ասում եմ, լսի, քո քաղաքական, ու նայում եմ Մեջուսախ Քոչարյանը, ասում լսի, քո քաղաքական ղեկավարը գնա կաշառք վերցնի, այն մյուս քաղաքական ղեկավարը հենց իմի դատարանով անցնի, դուք պետությունը առուծախի ենթարկեք, մեղրի զիջեք սուվերեն տարածքից, սահման չգցեք, բերեք եսի մինչեր անեք, կախվածության մեջ դնեք մի պետություն, ես պատասխանատվության ենթարկեմ, հիվանդ եք դուք։ Եվ սա ստեղծել է այս իրավիճակը հանրության որոշ մի հատ շերտի մոտ Սաթիկ Նյուզ ազգային պառակտման գործակալությունը։ Ես գյուղեր եմ մտնում, գյուղեր, գիտեք ինչ, ես այն ժամանակներն էլ շատ էի շրջում մեր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով եւ Արցախով։ Ու միշտ իմ մտքին կարելի ասում էի լավ, ինչի գյուղերում խաղահրապարակ չկա, օրինակ։ Այդ երեխեքը մեծանում են, հա լավ, գյուղական կյանքը մի փոքր այլ է, բայց այդ երեխեքը գունավոր բան ոնց որ չեն տեսնում, բացի իրանց տանեղացից։ Ինչի չկա, ինչի զբաղմունք չկա այս երեխաներին։ Ինչի ալտերնատիվ ուսուցման տարբերակներ չկան։ Ուսած մտածում եմ, ինչի ամեն ինչ Երևանում կենտրոնացված, էլի։ Անընդհատ մտածում եմ, անգամ դեպքեր կարող եմ պատմել, նույն գյուղացիների հետ նստած տարբեր զրույցներում հարցնում եմ, ասում եմ, լավ, իսկ դուք չեք առաջարկում ձեր գյուղապետին, որ բերեն մի հատ խաղահրապարակ կառուցեն, գյուղապետն էլ թող դիմի մարզպետարան, մի խոսքով գումար հատկացնեն կառուցեն, խնդում էին, որովհետև չէին ըմբռնում, ինչ ես ասում, այսինքն այնքան այդ ամեն ինչը սովոր, անգամ դրա մասին խոսակցությունը նորմալ չէր։ Ախպեր ինչ խաղահրապարակ, գյուղում ինչ խաղահրապարակ։ Իսկ այսօր գյուղեր ես մտնում, երբեմն մտածում ես լավ, իսկ ես խեմ մնացել Երևանում ապրելու։ Եթե այսօր գյուղերում իսկապես դարձել է շատ դառնում է, չեմ ասում, բոլոր վայրերում ու մի անգամից կառուցման փուլում է ամբողջ պետությունը, բոլոր տեղերը հերթը հասնելու է։ Ենթակառուցվածքները կան, գյուղի ներսում փողոցները ոչ միայն ասֆալտապատ, մայթից սկսած, այն բորդուրներից սկսած, այդ բանից Ալբերտ ասում ես լավ, մաքուր ավելի հանգիստ, ավելի գումարած սրան գյուղական տարբեր ծրագրեր, որից ընդամենը պետքա տեղեկացված լինել։ Եվ աշխատել ապրել։ Հնարավորությունները գնալով մեծանում են։ Այս ամբողջ աշխատանքները արվել ու արվում է։ Դպրոց մանկապարտեզի խնդիրները վերանում են արդեն։ Բայց երկիրը քանդվում է։ Ուզում ես հասկանալ, սրանք երկիր ասելու ինչ նկատի ունեն։ Երկիր ասելով ամեն մեկը նկատի ունի իր սեփականությունը։ Եվ քանի որ իր սեփականությունը ապօրինի է ու ձեռքից խլվում է, որը գողացել է բոլորիս երեխաների բերանից ու բոլորիս ծնողների բերանից ու մեր գրպանից, իր համար իր պատկերացրած երկիրը քանդվում է։ Որովհետև իր պատկերացրած երկիրը այդ 10 մետրանոց պարիսպներով շրջապատված տունն է եղել, վերջ։
Այս իմաստով, այո, քանդվում է, ու այդ համակարգը փշուր-փշուր է լինելու։ Իմիջիալոց ասեմ մի բան, տարբեր համակարգերում պետական հաստատություններով աշխատող, բայց իրանց վատ պահող քաղաքացիներին, պաշտոնյաներին։ Ձեզանից շատերին ես հետևում եմ Facebook-ով։ Ես տեսնում եմ, որ քիչ-քիչ գլուխ եք բարձրացնում։ Բայց խորհուրդ կտամ չանել նման բան։ Սկսեք համակերպվել այսօրվա ու վաղվա մտքի հետ։ Հայ ժողովուրդը ու Հայաստանի Հանրապետությունը այլևս ետ դարձի ճանապարհ չունի։ Հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը կերտում են ու ամրացնում են պետականություն ոչ միայն այսօրվա, այլ նաև իր ծերունդների համար։ Ձեզ կհամարեք ժողովրդի մասնիկ, կներգրավվեք այդ process-ների մեջ։ Չեք համարի ձեզ ժողովրդի մասնիկ, վստահ եղեք այդ պաշտոնն էլ երկար չի մնալու։ Մի օր ամեն թաքնված բան դառնում է տեսանելի։ Եվ այո, մենք հենց այդ շրջանն ենք անցնում մեր նյարդերի հաշվին, որովհետև այն ինչը որ միշտ թաքնված է եղել ու ընդունված չի եղել խոսելու, այսօր խոսվում է ու բացահայտվում է։ Իհարկե մյուս կողմից Static News-ը փորձում է ամեն ինչ այլա փոխել, բայց այնուամենայնիվ բոլոր մարդիկ էլ հասկացողները հասկանում են ինչերա կատարվում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա մի հոգի մարդ, այդքան խոսում են, նայում ես TikTok ես թերթում, չգիտեմ, YouTube-ը, նայում ես ամեն մեկը դուրս է գալի, թե բա Աննա Հակոբյանը այս բիզնեսի մեջ փայ է, չգիտեմ, Ալեն Սիմոնյանը այն բիզնեսի մեջ է փայ են մյուսը, ինչ որ սես բաներ են խոսում։ Հայաստանի Հանրապետությունում եթե կա, ես հենց իմի որպես ազատ շփում հաղորդման վարող կոչ եմ անում հետևյալում։ Եթե կա որևիցե բիզնեսմեն, որևիցե քաղաքացի, որովից է անձ, ով ցանկացել է բիզնես դնի, բայց պետական պաշտոնյաներից անկախ ամեն ինչից թե ով, որևիցե մեկը ասել է փայ կտաս, բաժին կտաս, կունենաս, չէ, ես խնդրում եմ, մոտենում եք միասնիկյան 1-4 հասցեն, ինձ մոտ, մեր հեռուստատեսություն, ես խոստանում եմ, այստեղ դնել մի հատ աթոռ, դուք կլինեք այդ օրվա մեր հաղորդման հերոսը, ու ես կգնամ այդ հարցերի հետևից, անկախ նրանից ով ձեզ ասած կլինի, դա ասում եմ հրապարակային, ու եթե կլինեն ես կսպասեմ, բայց նաև վստահ լինելով, որ նման բան չկա, ուստի նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր անընդհատ մտածում են արժի գալ Հայաստան, ինչ-որ ծրագրեր իրականացնել եւ այլն, բայց Static News-ը նրանց ատելություն է սերմանում, կասկածներ է սերմանում, վախ է սերմանում, անկայունության զգացողություն է սերմանում ու դրա հետևանքով ձգձգում են իրենց գործերը Հայաստանի Հանրապետության հետ կապելը, ես ձեզ ասում եմ ժողովուրդ ջան, այ դուք կտեսնեք հայտարարությունը արեցի, տեսնենք քանի հոգի է գալու։ Ու ինքներդ կտեսնեք, արժի թե չարժի, ում պիտի լսեք, ինչին պիտի լսեք։ Սա ձեր պետությունն է, ձեր բոլորիդ պետությունն է։ Ես հասկանում եմ, որ ցավոք սրտի մեր դասիրակությունը միշտ այնպիսին է եղել ու պրոպագանդան այնպիսին է եղել, որ մեր հայրենիքը ամենուրա բացի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Իհարկե, մեր պատմական հայրենիքի տարածքները ոչ ոք չի դրժում, ոչ ոք չի ուրանում, մեր պատմական հայրենիքի տարածքները, բայց իրական Հայաստանի Հանրապետությունն է այսօր թե մեր հայրենիքը, թե մեր տուն ու տեղը, թե մեր պետությունը։ Եվ չի կարելի մատների ոչ մի քաղաքացի, բոլորը շատերն են ասում, մեկ էլ կտեսնես խոսում են, բա հեղափոխությունը բա ինչ է 7 տարի է, ինչ է փոխվել, ինչ են արել, որ ես ձեզ ասեմ ժողովուրդ ջան, նախ ես այդ կթվարկեմ ինչեր են արել, բայց իսկ այդ 7 տարվա մեջ մեզանից որևիցե մեկը իր մտքով, իր ապրելած ձևով հեղափոխվել է։ Ես կարծում եմ, որ ոչ։ Կամ գոնե քչերը։ Գիտեք, դա ճշմարտություն է, ինչպիսին քաղաքացին է, այդպիսին իր պետությունն է, իր ղեկավարությունն է։
Ուզում ենք լավ պետություն ունենանք, ուրեմն պիտի հեղափոխվենք։ Մենք չենք կարող հին բարգերով վաղվա օր կառուցել։ Հին բարգերի վրա խաչ քաշած այլևս։ Հին բարգերի գագաթնակետը մեր 4000 զոհերն են եղել։ Հին բարգերի գագաթնակետը Արցախի կորուստն է եղել, հանձնումը, կապիտուլյացիա, ստորագրումը։ Հին բարգերի գագաթնակետը եղել է մի պետության զամբյուղից կախված լինելը։ Այսօր մենք աշխատում ենք աշխարհի հետ, այսօր մեր պետությունը աշխարհի հետ է եւ քանի որ այս կան այս ընդդիմադիր դաշտից աշխարհը ասում է, սրանց պատկերացած աշխարհը Ռուսաստանն է։ Նրանք աշխարհ չեն ճանաչում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը աշխատում է աշխարհի հետ։ Իսկ ինչա փոխվել, ստատիստիկաները բացեք նայեք։ Դժվար չի։ Բոլորդ էլ ունեք այսպեսի բան, սկսեք փորձել նորմալ օգտագործել ու կիրառել։ Գումարած դրան։ Ինձ համար ամենակարևոր բաները, որոնք որ սենց ազդել են դրական իմաստով ինձ վրա, արբանյակների տիեզերքում լինելն է, հայկական։ Ինձ համար ամենաազդեցիկ նորությունը մի քիչ առաջ կարդացի, այդ դա է փոխվել։ Ինձ համար կարևորը Հայաստանի Հանրապետության համաչափ զարգացումն է, որի մեկնարկը արդեն որի տարին է տված է։ Ապա կենտրոնացումն է Երևանից։ Ու այդ մեկնարկը տված է, ու այդ պրոցեսները գնում են։ Ու իմ միջավայրից հենց իմ ծանոթներից մարդիկ կան, որ արդեն տեղափոխվել կամ տեղափոխվում են տարբեր համայնքներ։ Ինչու՞, ասեմ ինչու, որպեսզի իրենց կյանքը դարձնեն բարեկեցիկ։ Պատկերացնում եք, մի ժամանակ ներքին գաղթ կար, սահմանամերձ գյուղերից, հեռավոր բնակավայրերից ձգտում էին գային Երևան, աշխատեն մի կերպ ապրեին, կենտրոնանում էին Երևանում։ Իսկ այսօր արդեն շատերը Երևանից գնում են այդ նույն սահմանամերձեր ու տարբեր գյուղեր, բնակավայրեր, որպեսզի իրենց կյանքը լինի ավելի բարեկեցիկ։ Հաշվարկում են հնարավորությունները, ծրագրեր են կազմում, վեր են կենում, գնում են ու սկսում են, որովհետև որևիցե մեկը չի գալիս ասի, այս ինչ բանը անելու համար ինձ պիտի փայտա, սաշիկներ, մաշիկներ չկան, կաշառակեր ղեկավարներ չկան։ Դուք պատկերացնում եք, եթե երկրի ղեկավար վարչապետի վրա մի հատ թեմա լիներ։ Իմիջայլոց նրա մասին այսօր կառավարության նիստում մի հետաքրքիր խոսակցություն բացվեց, որը սիրով կընթերցեմ ձեզ համար։ Կներեք։ Ինչ ուզում խոսում են, համացանց ես մտնում, ով ինչ ուզում խոսում է։ Բայց երեք ես մի հատ նյութ եմ սարքում, ոմն մեկի մասին, ով ինչ ուզում խոսում էր, մարդիկ մտել ինչու ես իջնում նրա մակարդակը։ Դե կներեք, մեկ-մեկ անհրաժեշտ է լինում, որովհետև այդ մակարդակը, այդ մակարդակի տիրույթում հասանելի է։ Բայց եթե մի բանը հրապարակային, այո, երբեմն ժամանակ առ ժամանակ հրապարակային էլ ուզում ես պատասխանել։ Բայց ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցները յուրացվել են։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետը, հիշեցնելով, որ այդ հարցով, տեսեք, որտեղ նստում են, սա հիմնադրամի փողերը կերան դրան, կերան, գիտեք, մարդիկ էլ արտերկրներում, ովքեր որ հիմնականում հիմնադրամին գումար են փոխանցում, սա այս մարդկանց մեջ կասկած են, իրենք ոչինչ առած չլինելով հիմնադրամի համար, ճիշտ հակառակ, հենց հիմնադրամը լափած լինելով իրենց ժամանակները, մտել են ուրիշ բաներ են խոսում, որ այս մարդիկ, այս կասկած սերմանելը սատանի գործ է հենց էլի, որ այդ փոխանցումները սահմանափակվեն, քչանան, որ վնաս լինի հանրությանը։ Դուք սրանց կեղտոտությանը նայեք, որովհետև Հայաստանի ու հայ ժողովրդի համար ինչքան վատ, այնքան որոշ խմբակի համար լավ։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետը, հիշեցնելով, որ այդ հարցով ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որ քննեին հիմնադրամից կոպեկ կորելա թե չէ, որի ղեկավարը ընդդիմության ներկայացուցիչ էր։ Այսինքն ավելի լայն հնարավորություններով իրենց ստեղծագործական ջիղը կարող են բանանել։ Ինչ խոսում էին, կարող էին գտնել, հանել ցույց, շահագրգռվածությունը մեծ էր։ Դուրս են գալիս, տակից գլխից խոսում են որոշ կաշառակերներ,
չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորդ էլ հասկացաք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 միլիոն հիմնադրամից գողացվել է։ Արծվիկ Մինասյանը չէր այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են։ Բա ուր է իրենց զեկույցը։ Թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է։ Մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք, սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպեն հակառակը պնդել, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը թեև նշեց, որ գիտեն նման բան չկա, բայց հորդորեց հանձնաժողովի նախագահին պատասխան տալ, թե ինչ եզրակացություն ունեն այդ հարցով։ Արծվիկ Մինասյան, կզեկուցես։ Իշքա քանի տարի արդեն կա այդ հանձնաժողովը, ինչ եք անում։ Բամբասելու մակարդակի եք բերել ժողովրդին խառնել եք իրար։ Դեռ սև ու սպիտակից էլ խոսում եք, որ ասում ենք սև եք, էլի, կարճ դադար մեր։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Օրերս մի դեպք էր տեղի ունեցել, որին չհասցրեցինք անդրադառնալ, որովհետև բոլորս զբաղված էինք ոմն գործակալ քանդողիկոս Կտրիչ Ներսիսյանով եւ Սաթիկ Նյուզը հերթական հարցակումներ ծրագրավորել հայկական իրականության ներսում ու առհասարակ գիտեք ինչ, ես հասկանում եմ, որ 34-րդ տեղն ենք արդեն լրագրողների ազատության ինդեքսում, բայց մենք 34-րդն ենք, որովհետև ամեն դեպքում որոշ լրատվականներ ունեն կախումներ երբեմնի հանցագործներից։ Եվ այդ հանցագործությունները այդ հանցագործությունների բանը պիտի կանխվի, պիտի դեմն առնծվի, ու դա չի նշանակի խոսքի ազատության արգելափակում, սահմանափակում, ճիշտ հակառակ, հայ ժողովուրդը, հայ մարդը, ես կրկնում եմ 1000-րդ անգամ ու այնքան եմ ասելու մինչև այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն։ Հայ ժողովուրդը, ամայն հայ ժողովուրդը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ենթարկվում են մեդիա բուլինգի։ Տերոր է իրականացվում հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության դեմ ամենատարբեր մասշտաբներով, ամենատարբեր պուճուր թեկուզ պարտիզանական գրառումներով հարձակվում են ժողովրդի վրա ու քրքրում են նրան։ Այս ամեն ինչը ոնց ենք պատրաստում այս ամեն ինչի դիմացն առնել, խնդրեմ։ Վերջերս բանը Սաթիկ Նյուզի ներկայացուցիչներից մեկը հրապարակը գրել էր. Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը, ըստ նախագծի հակառակորդին է հանձնվելու եւս 180 քառակուսի կիլոմետր տարածք։ Մեր ձեռքի տակ են հայտնվել հավաստի տվյալներ, նայեք ոնց են ձևավորում, որ ինչ են հայտնվել։ Դուք պատկերացնում եք Ժողովուրդ ջան, եթե այս իմաստով միատիկ տող ինչ որ մեկի ձեռքի տակ հայտնվի, դա ինչ անվտանգային մեծ սպառնալիք է։ Սուտ։ Քեզ կամ պիտի Հաջիևը տված լինի, կամ Արմեն Գրիգորյանը, նյութ։ Վերջ, ուրիշ ոչ ոք չի կարող ոչ մի բան տված լինի։ Ընդ որում Արմեն Գրիգորյանը չէ, մեր Գրիգորյանը։ Ստեղել եք, էլի, սուտ ասել։ Դե վարչապետի բանից կառավարությունից դժվար թե ձեզ տան, մնում է որ Հաջիևը ձեզ ինչ-որ բան է տվել։ Չնայած չի էլ տվել։ Պարզապես սա ձեր ստեղծագործական ձևակերպումն է։ Մեր ձեռքի տակ են հայտնվում, ու սրա համար պիտի պատասխան տվեցվի։ Տվյալներ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր զիջումների մասին։ Ըստ մեր տնօրինած տեղեկատվության, ՀՀ անվտանգության խորհրդի եւ Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևի միջև սահմանազատման հարցերի շուրջ ընթացել են տևական բանակցություններ եւ կողմերը եկել են համաձայնության, թե ինչպես է գծվելու Հայաստան-Ադրբեջան սահմանային գիծը։ Ըստ մեր ձեռքում հայտնված քարտեզների, Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին է զիջելու եւս 180 քառակուսի քարտեզների ձեռները հայտնված քարտեզներ։ Զիջելու եւս 180 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ստանալու է ընդամենը 25 քառակուսի կիլոմետր։ Ամբողջ սահմանի երկայնքով ադրբեջանական սահմանը տեղ-տեղ առաջ է գալու, որոշ հատվածներում դրանք ուղղակի լեզվակներ են, որ խրվելու են ՀՀ տարածքից ներս։ Մեր աղբյուրն ասում է, որ սահմանազատման այս նախագիծը իհարկե դեռ պետք է հաստատվի,
Բայց այն գրեթե ամբողջությամբ պատրաստ է։ Մեր ձեռքի տակ են գտնվում նաև քարտեզները, որտեղ գունանշումներով սահմանազատված են յուրաքանչյուր կողմին հանձնվող հողակտորները։ Առաջիկայում կհրապարակենք նաև քարտեզների նախագիծը, Արեգ Մարգարյան։ Հիմա նախ այս թեմաներով Արմեն Գրիգորյանը չի, մեր Գրիգորյանն է մեկ պատասխանատուն, երկրորդ ազգային անվտանգության ծառայությունը ես հղում եմ անում, որքան էլ որ տարածվեց, որ սա կեղծ է եւ ոնց հասկացա անգամ որոշ տեղերից մաքրվել ջնջվել է այս հրապարակումը, այնուամենայնիվ մարդիկ ասում են, որ խիստ գաղտնի ռեժիմով աշխատանքներից քարտեզներ ունեն, նկարագրում են այդ քարտեզները ու ասում են մեր ձեռքի տակ կան։ Դուք ուր եք? Որտեղ եք ննջած։ Խնդրում ենք, որպեսզի այս մասով կոնկրետ գնալ, Արեգ Մարգարյանին գտնել այս հրապարակման համար ու խուզարկություն կատարել իր եղած ողջ տեխնիկաների մեջ։ Եվ մեզ ասել ինչ է հայտնաբերել, ինչ չէ։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետությունից երբեք ոչ մի միլիմետր չի զիջվել թշնամուն ու չի էլ կարող զիջվել։ Չի կարող։ Իհարկե որոշ ապիկար դավաճաններ հույս ունեն, որ իրենց դավաճանության արդյունքում հնարավոր է ինչ-որ բան կորզել ու նվիրել Ռուսաստանին 5 ստանալու համար աշխատանքի համար, բայց դա տեղի չի ունենալու։ Այո, որոշ դիրքերում ադրբեջանցիները ունեն Հայաստանի Հանրապետությունից օկուպացված տարածք, որտեղից դուրս են գալու եւ դուրս են գալու ոչ թե հայ երիտասարդ տղայի արյան գնով, այլ ամեն բան արվելու է, որպեսզի դա տեղի ունենա դիվանագիտական ճանապարհով, ինչպես նաև սահմանների սահմանագծման ու սահմանազատման process-ը պարտադրելու միջազգային լծակներով, պարտադրելու եւ իրականացնելու եւ ավարտին բերելու աշխատանքներով, միջոցով։ Վերջ։ Մնացած ձեր երազանքները կգնաք Կրեմլի պատի տակ, ծնկաչոք կխոսեք։ Կասեք սա էլ ենք ասել չեղավ, նա էլ ենք ասել չեղավ, նա էլ ենք ասել չեղավ։ Սա տերոր է հայ ժողովրդի հանդեպ։ Մեդիա տերոր է սա։ Հետո սրանից հետո հերքում դնեն թե չդնեն, հաշիվ չի։ Եվ սրա համար պիտի պատասխան տան։ Սրա նման բաների համար նույնպես եւ սա խոսքի սահմանափակում չի ազատ խոսքի։ Մարդը հստակ ներկայացնում է, որ ինքը ունի քարտեզներ, որ Հայաստանի Հանրապետությունից սահմաններ են զիջվելու։ Ինչ ենք անում։ Դուք ասեք, հարգելի անվտանգության խորհուրդ, հարգելի ազգային անվտանգության ծառայություն, հարգելի ներքին գործերի նախարարություն, ինչ ենք անում այս նյութի հետ։ Սա խոսքի ազատություն չի։ Եթե կա, դա նույնպես եթե իհարկե ասենք վերցնենք, իսկապես 140 քառակուսի կիլոմետր ասենք թե պիտի զիջեն, հանձնեն, 25 կիլոմետր վերցնեն, այս նկարագրով, եթե այդպիսի բան կա, բա ոնց է հայտնվել լրատվական կայքի ձեռքում։ Հաստորեն անվտանգային խնդիր կա։ Ընդ որում իր մեկնաբանությամբ, բայց իհարկե չկա նման բան, հարցը դա չի, բայց սա մեդիա տերոր է։ Ու դուք պիտի սկսեք գործել։ Վաղուց պիտի գործեք, 20 թվականից սկսած, երբ ամեն օր այս կեղտոտ մթնոլորտը, որ գոյություն ունի, նաև ձեր, ոչ միայն եկեղեցու է, նաև ձեր անգործության արդյունք է։ Իհարկե ընդեղ են սրբապիղծերն էլ պիտի զբաղվեին դրանով, չնայած իրենք ճիշտ հակառակ զբաղված էին ավելացնելով այդ թարախը, սուտը, կեղծիկը, ատելությունը։ Իրենց իրական գործառույթը չէին իրականացնում, բայց այնուամենայնիվ։ Հիմա վերադառնանք այս մեր հանցագործներին։ Բայց այդ օդանավակայանում դիմավորելը
մի 1000-1500 հոգով, սրանց մեծ ոգևորություն է պատճառել, մեծ ոգևորություն, մի հատ կողքները չեն նայել, էլի, որ այդ նույն 1000-1500 հոգին են, որ մեծ հաշվով կապ չունի, կաթողիկոսն է, Սերժն է, Քոչարյանն է, իրանցից որևիցե մեկն է, այդ նույն մարդկանց աջակցությանն է մեկը բանում։ Իրենք չեն նայում, որ այն 3 միլիոնը նայում խնդում ավրեկները։ Այնուամենայնիվ, իրենք այդպես ոգևորված գնացին դիմավորեցին, ու այս ոգևորությունը փորձում են իրենց էլեկտորատի մեջ տակ պահել, մարդեց կարողա պետք գա։ Ու մի հատ Արսեն Բաբայան կա, կհիշեք, ստախոս փաստաբան։ Ստախոս, ով կեղծիքներ էր տարածում իմ հասցեին եւ ոչ մի կերպ չհիմնավորեց։ Այս ստախոսը մի հատ էսպիսի ով եղել է Վանեցյանի օգնականը։ Այսպեսի գրառում է արել։ Այն որ ես չգիտեմ։ Դուք երկու օր ոչ մի բան չարեք, այս հաղորդումը կփակվի ախր, հասկանում եք։ Այս ինչ ուժեղն եք դուք։ Ուրեմն, փաստորեն հիմա էլ ակտիվորեն քննարկվում է իրենց դաշտի համար, էլի գրել։ Թե ով նախաձեռնեց գիշերվա ամենակարևոր ակցիան, ով միացավ, ում կոչներ եւ այսպես շարունակ։ Կուսակցական ընկերներս հատկապես գրում են ինձ. ախր ոնց չեն ամաչում, չէ որ բոլորը տեսան, որ Արթուր Վանեցյանն էր առաջինը։ Սիրելի ընկերներ, համախոհներ, դադարեցրեք նման քննարկումները։ Որևէ նշանակություն չունի, որ առաջինը Արթուր Վանեցյանն էր։ Դրանից քիչ անց կոչով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը, հետո մեր մյուս ընկերները։ Սա այլևս որևէ նշանակություն չունի։ Այդ նախաձեռնությունն այնպիսի արձագանք ստացավ, այնպիսի ոգևորություն առաջացրեց, որ ինքնաբերաբար դարձավ ուշադրություն։ Ժողովրդական շարժում։ Ոնց պատտվում են, գալիս են ինչ-որ շարժում, ձևակերպման։ Ով էր առաջինը, ես իշքան գիտեմ, ըստ համապատասխան երկի առաջինը Արամն էր։ Բայց, որ ասում ենք սա քաղաքական պրոցեսները, շատերը ինֆակտ դիվահարվում են, ինչ եք խոսում, մենք եկեղեցին ենք փրկում ձեզանից։ Գարեգին Բեսը, Քանդողիկոս Կտրիշ Ներսիսյանը տեղյակ է, որ ինքը քաղաքամայից դարձել է շարժման առաջնորդ։ Նու դեռ երբ է պատրաստում սառեցնի իր գործունեությունը եւ ավելի բուրըն մասնակցություն ունենա ընտրություններում։ Երբ օրինակ էլի, ու ստեղից մի քիչ առաջ գնանք սրանց մանիպուլյացիաները, որը շատ է տարածվում իհարկե։ Ուրեմն մեկը կա, մեր մեծ ազգի փոքր ներկայացուցիչներից մեկն է եկեղեցական է, իբր հերթական պղծերից է։ Ասենց խոսքի մեջ դուրս եկեք իշխանությունը դուրս է եկել եկեղեցու դեմ, դուք այսօր կաք, այսօր եկուս չկաք, բայց եկեղեցին հարատև է, ինչ-որ սենց մտքերով փորձում է մարդկանց ուրիշ կողմ տանի։ Եվ եթե հանդիպում եք նման ձևակերպումների, սիրելի քաղաքացիներ, եկեք այսպես հասկանանք։ Չնայած այս թեմայով մի քանի անգամ բացել եմ, բայց էլի։ Տեսեք, իրենք իրենց վերագրում են որպես եկեղեցի եւ խոսում եկեղեցու հարատևությունից։ Այսինքն իրենք ծառայելով եկեղեցում համարում են, որ եկեղեցին իրենք են եւ եկեղեցին հարատև է։ Այո, եկեղեցին հարատև է իր նվիրյալներով։ Հարցը դա չի։ Բայց գիտեք ինչ, նաեւ նախ դուք նվիրյալների թվում չեք, բայց այնուամենայնիվ պետությունն էլ պետությունը հարատև է իր իշխանություններով, ոչ օտար իշխանություններով, իր իշխանություններով, ովքեր կառավարում են սեփական պետությունն ու սեփական ժողովրդին։ Հիմա ձեր պարագայում դուք այս բանը Կտրիշ Ներսիսյանը բանը իր թիմը հանդիսանում եք ցավոք սրտի որպես ուզոր պատրներ, բայց եկեք այդ իմաստով չասեմ, ասենք թե ամեն ինչ լավ է, հա? Հանդիսանում եք եկեղեցու իշխանությունը։ Եկեղեցու կառավարման իշխանությունը։ Քաղաքական իշխանությունը հանդիսանում է պետական կառավարման մեջ իշխանություն։ Այդ ոնց է ստացվում,
որ երբ որ ձեզանից որևիցե մեկին մի բան ասվում, դառնում է որ եկեղեցուն է ասվում, բայց դուք պետության դեմ դուրս գալով անունը դնում եք թե դուք դուրս եք եկել իշխանության դեմ ու դեռ ասում եք այս իշխանությունը ժամանակավոր է թե ոչ։ Այո, բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են։ Ու եթե ձեզ թվում են կտրիճը Ներսիսյան դեռ երկար կաթողիկոս լինելու չարաչար սխալվում եք։ Չարաչար սխալվում եք։ Նրանք հոտը վաղուց առել են, այդ դուք չեք հասկանում։ Կտրիչ Ներսիսյանը շատ լավ գիտի թե վարչապետը երբ որ մի բան է գրում ինչեր նկատի ունի։ Լավ, եթե կուզեք մի երկու բան էլ ես կավելացնեմ։ Նոր բան։ Ասենք օրինակ Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցին երբ որ կառուցվում էր Գարեգին բն Քոչարյանից առաջ գալիս է մի հատ բան այդ շինարարներին դուք տեսնեիք ինչ հայհոյանքներ էր տալիս դուք կամաչեիք լսել նույնը Կինո Ռասիայի եկեղեցին կառուցելուց ու ցանկացած շինարար ով եկեղեցու կառուցման գործում մասնակից է եղել, դա կհաստատի։ Էլ չխոսեմ այն շինարարներից, ում խաբել փողը չեն տվել, ու ասել են դու Աստծո տունն ես սարքում, դավայ գնա ապրես, օժնում ենք քեզ, բայց դեմս փող են պայմանավորվել։ Խաբել չեն տվել, երևի բարերարների փողերը գողացել են, չեն տվել։ Ու շատերը կան, ովքեր մասնակցել են Ընդհուպ միջով Ռուսաստանի եկեղեցիների կառուցումներից սկսած։ Դուք ինչ կարծում եք այդ աշխատողները ուրիշ երկրի աշխատողները, ինչ է, մեր ժողովրդի միջից էին ու կապի մեջ են այդ մարդիկ, է։ Ձեր հայոյա խառը լեքսիկոնը, ձեր Կտրիչ Ներսիսյանի։ Դու ուրիշ բաներ չասեմ, կնոջ խոսություն, շատ չմանրանամ։ Հավատացեք, ինչ որ ասվում է, լավագույն, ամենալավագույն մեղադրանքն է առաջադրվում առայժմ։ Այնպես որ խելոք մնացեք։ Վերադառնանք մտքին։ Դուք դուրս եք եկել իրականում, ոչ թե իշխանության դեմ, այլ պետության դեմ։ Ու քանի որ մեր պետության անկախացումից հետո Սա առայժմ միակ իշխանությունն է, ով պետության իմիջի մասին է մտածում ու գործում։ Հանուն պետության է գործում, բնականաբար պետության դեմ ելնելով նաև ելել եք իշխանության, որովհետև չլինի այս իշխանությունը, կլինի ձեր ուզած պետությունը, որը այնքան էլ պետություն չի, քվազի պետություն է։ Խնդիրը այստեղ է, բայց մանիպուլացնում եք, թե այս իշխանությունները մի օր կգնան, իսկ եկեղեցին հարատև է։ Իշխանություն չէ։ Դու եթե ասում ես եկեղեցի, ուրեմն պիտի ասես համարժեք բառը, պետություն։ Եթե խոսում ես իշխանությունից, ուրեմն պիտի խոսես նաև այն իշխանությունից, Գարեգին Բեսից։ Ու կտեսնենք ով երբ է գնում։ Իսկ հարատևությունը կոնկրետ ինձ որպես քաղաքացի, որպես հայ մարդ, որպես հայ ժողովրդի մի մասնիկ եւ կարող է իր պատմության ու իր ավանդույթների, իր մշակույթի Ինձ համար երկուսի հարատևությունը պաշտպանելը գերագույն խնդիր ու պարտականություն է, որը որ ոնց որ դուք չեք ցանկանում հասկանալ։ Ես հասկանում եմ, որ դա բարդ է ըմբռնելը, բայց փորձեք մի պահ չխոսել ու մտորել։ Կանադահայերի թեմը միացել է, եսին որտեղի թեմ լուրջ եք ասում։ Այդ կանադահայերի թեմը կարա ասի Կանադայում ղեկավարին էլ ինչ հայհոյանքով ու անեծքով կարա դիմի։ Փորձելա դիմի Կանադայի ղեկավարին, Կանադայի թեմը, փորձելա մի հատ անիծի։ Տեսնենք ով ինչ իրավունքներ կունենա այդ ժամանակ։ Եվ հենց այո դուք չեք որ շատ են խոսում պետությունը իրավունք չունի, այո պետությունը իրավունք չունի, բայց քաղաքացին իրավունք ունի։ Եվ այո վարչապետը նախ եւ առաջ քաղաքացի է։ Ի տարբերություն ձերեն Գալստանյանի, ով միջև հիմա չի հասկանում թե որքան անհրաժեշտ լինել պետության քաղաքացի,
որոշակի շրջան առնվազն, որպեսզի կարողանալ առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Թքած ունեք պետության վրա, ոնց որ Աչապայաններ, չի ասում, սահմանադրությունը ինչա թղթի կտոր է։ Նախ քաղաքացի ենք, այո, բոլորս։ Եվ իրավունքները դուք չեք գծում։ Իրավունքներից խոսելուց առաջ նախ ձեր ներքին գործունեության իրավունքները սերտեք ու նայեք դուք ինչի իրավունք ունեք, ինչի չէ։ Հետո նոր խոսեք մյուսների իրավունքներից, հետո կհասկանանք իրավունք կար, չկար, այդ հետո դուք նախ եւ առաջ ձեր իրավունքներին եղեք ու ձեր պարտականություններին։ Ու մտքնորովը չանցնեք, թե դուք կարող եք քաղաքացու որոշումներին, չգիտեմ ինչին, տեր ու տիրական լինել։ Ոչ, ձեր գործունեությունը քրիստոնեական ծառայություններ մատուցելն է, որից դուք շեղվել եք շատ տևական ժամանակ, որը ժողովուրդը հետ կդնի իր տեղը, հանգիստ եղեք։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։